Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարձրաձայն մտածելն է վախենալու, որ երկրի ղեկավարությունը կարող է այդպիսի անհանդուրժող, ապակառուցողական, եթե մի քիչ ավելի սուր լինենք, քայքայիչ գործողություն իրականացնի հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Բայց ակնհայտ է, որ եկեղեցին ունի ընդգծված ազգային դիմակից եւ Փաշինյանը, որ չի հանդուրժում, ով իշխանությունները չեն հանդուրժում որևէ ազգային նկարագիր ունեցող ուժեղ համակարգված կառույց, պայքար են դառնում նրա դեմ։ Ըստ էության նույնիսկ կարելի է տուրք տալ նաեւ այն մտավախությանը, որ պատվեր է ստանում դրսից թուրքա-ադրբեջանական շրջանակներից հայ եկեղեցու դեմ պայքար տանելու համար, որովհետեւ այն համերգները, որ մենք փորձում ենք համադրել եկեղեցու կողմից Շվեյցարիայում կազմակերպված համաժողովը եւ դրան հաջորդած Փաշինյանի գրոհը հայ առաքելական եկեղեցու մասնավորապես կաթողիկոսի հանդեպ դրա մասն է վկայում։ Եկեղեցին բարձրաձայնում է Արցախում մեր իրավունքների մասին, հայ առաքելական եկեղեցու իրավունքների մասին, մեր հայկական եկեղեցիների ոչնչացման մասին է բարձրաձայնում եւ հանկարծ որոշում են Հայաստանի իշխանությունների մակարդակով գրոհել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ դա յուրատեսակ զուգորդում է նաեւ ադրբեջանական իշխանությունների ներկայացնի նաեւ հոգեվոր առաջնորդի իրականացած հակայ քարոզչության հետ։ Կարծում եք ինչ-որ բանի կհասնի։ Վախենալու է։ Ինչի կբերի իր քայլերը։ Չեմ ուզում կանխագուշակել, թե ինչի իր քայլերը կարող են շատ վտանգավոր հետևանքների բերել։ Դուք մինչև մենք անդադ խոսում ենք, որ կանգնած ենք հայկական պետականության կորստի վտանգի առջև, ինքնության խարխլման հերթական հարվածը կարող ենք ստանալ, որովհետև մենք գիտենք, որ մեր առաքելական եկեղեցին հայկական ինքնության կարևոր մասն է հանդիսանում, եւ եկեղեցուն խփելով, եկեղեցու բարոյական արժեքներին հարվածելով, ըստ էության մենք ազգային ոչ միայն անկախ պետականության պահպանման, այլև ինքնության պահպանման առումով ոչ հարված ենք ստանալու, եւ սա պետք է ամեն գնով թույլ չտալ։ Իշխանությունը եկեղեցու հետ, եկեղեցու ներքին խոհանոցի մեջ չպետք է մնի, նամանավանդ, որ ըստ էության ոչ միայն կեղծ օրակարգ, այլև ազգային արժանապատվությունը խոցող օրակարգ է թելադրում ժողովրդին։